Մեծ Թուրանի ծրագիրն իրականություն դարձնելու համար Թուրքիան 2 տասնյակ պետությունների տարածքի նկատմամբ անթակույց ու բացահայտ իրավունքներ է բանեցնում։ Թուրքական նոր կայսրություն ստեղծելու գաղափարախոսները Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից մինչեւ Վոլգայի տարածաշրջանում եւ Բալկաններում բնակեցված թյուրքական ժողովուրդների բոլոր ժառանգներին համարում են մեկ ազգ։ Տարբեր խողովակներով փորձ է արվում թեման պահել օրակարգում եւ տնտղել պետությունների ու իշխանությունների տրամադրությունները։ Այս անգամ Ռուսաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունը մեծ սկանդալի պատճառ է դարձել։ Խանտի Մանսիսկի ինքնավար մարզի դումայի падգամավոր էթնիկ ադրբեջանցի Խալիդ Թագիզադեն միգրանտների մասին քննարկման ժամանակ Սիբիրն անվանել է թյուրքերի բնօրրան։ Мигранты тоже разные. Ներգաղթյալները տարբեր են։ Ինչ վերաբերում է ուզբեկներին, Յուգրայում եւ Տյումենի մարզի մի մասում պատմականորեն գոյություն է ունեցել Սիբիրյան խանությունը։ Խան կոչումը վերջին կառավարիչն է եղել։ Դա Շեյբանիդների դինաստիան է, իշխող ուզբեկական դինաստիան, որը ներկայացնում է Բուխարայի խանության բնիկներին։ Չի բացառվում, որ ուզբեկ ներգաղթյալները գալիս են այստեղ որպես իրենց պատմական հայրենիք։ Падգամավորի հայտարարությունը սկանդալ է առաջացրել Ռուսաստանում, այն դիտվել է Ռուսաստանի տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված ակնհայտ քարոզչություն։ Հասարակական ճնշման տակ Թագիզադեն ներողություն է խնդրել, սակայն դա չի մեղմել ռուսաստանցիների զայրույթը, որոշվել է պատժել նրան։ Այսօր տեղի է ունեցել Յուգրայի դումայի արտահերդ նիստ ու որոշվել է Խալիդ Թագիզադեին հեռացնել սոցիալական զարգացման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Падգամավորը ցուցադրել է այսպես ասած մաստեր կլաս, թե ինչպես զրկվել մանդատից ու քրեական գործի առիթ դառնալ անջատողականության համար, թեպետ ավելի ուշ հայտնել էր, որ իրեն սխալ են հասկացել։ Պատգամավոր Թագիզադեն իր հայտարարությամբ վարկաբեկել է իրեն ու հանրային քննադատության փոթորիկ բարձրացրել, փորձելով վարկաբեկել նաև ինքնավար մարզի դուման, այսպիսով խախտելով խորհրդանական էթիկայի կանոնները եւ վնաս հասցնելով պետական իշխանության հեղինակությանը։ Ռուսական մամուլի համար ակնհայտ է, որ նման հայտարարություն կարող է անել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող օտարերկրագործակալը, որը միանգամայն կարող է գործել նաև ԱՊՀ որևէ երկրի շահերից ելնելով։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Սիբիրը ուզբեկների պատմական հող անվանած падգամավորը փախչում է Ադրբեջան, որտեղ ըստ ռուսական լրատվամիջոցների միգրանտների սիրահարներին ու մյուս ռուսաֆոբներին հաճույքով Ալիևն է ընդունում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։